Երկրի հարավում գտնվող ամենամեծ վանական համալիրը հիմնադրվել է 4-րդ դարում ու եղել հոգևոր մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառում։ Այս վանական համալիրը ամենաշատն է թալանվել ու ավերվել, սակայն որքան էլ որ տարօրինակ թվա, մարդկային զոհերը եղել են քիչ, եկեղեցու գանձերը անձեռնմխելի։ Տաթևի կենսունակության գաղտնիքը նրա գաղտնուղիներն են։ Այս թողարկմանը մենք սեփական փորձով կբացահայտենք Տաթևի ստորգետնյա ուղիները, որոնց շնորհիվ հայերը փրկվել են ու փրկել Տաթևի գանձերը։ Բոլորը գիտեն ընդամենը մեկ թունելի մասին, իրականում եղել են 4 կամ 5-ը, ովքեր են փորը, ոչ ոք դեռ չգիտի եւ դեռ ոչ ոք չի նկարահանել։ Մենք ցույց կտանք։ Հայաստանի հարավի ամենամեծ վանական համալիրը 16 դարերի ընթացքում ավերվել է ու վեր խոյացել հարյուրավոր անգամ։ Նետվել է միանգամից անդունդը։ Ինչպես է հաջողվել տեղացիներին ողջ մնալ ասպատակությունների ժամանակ։ Քննելը շուտ ժամանակ հազարավոր մարդկանց կյանք է փրկել։ Ինչպես են վանականները մուտք գործել դռնից ու դուրս եկել մի քանի կիլոմետր հեռու գետի ափին։ 15 տարիներով այստեղով ոք չի անցել։ Սեփական փորձով բացահայտեք Տաթևի վանական համալիրի գաղտնի թունելները։ Առաջին անգամ հեռուստաէկրանին Տաթևի ստորգետնյա շինությունները։ Տաթևի գաղտնիքները։ Աստված օգնական հայրս։ Աստված պահապան ինձ։ Տեր Միքայել Վարդապետ Գևորգյանը Տաթևի վանահայրն է։ Հենց նա է խնամում վանական համալիրը։ Վանահայրը հաստատում է գաղտնուղիների գոյությունը։ Ասում է, որ մի քանիսը մեկընդմիշտ փակվել են երկրաշարժերի ու փլուզումների պատճառով, սակայն մի քանիսը դեռ պահպանվել են։ Տաթև կամ Տուրթև, այսպես է բացվում Տաթևի անվանումը, վարկածներից մեկի համաձայն վարպետը երբ ավարտել է շինարարությունը, կանգնել է անդունդի եզրին ու ասում դիմել ասելով օգնիր Սուրբ Տուրթև ու նետվել է միանգամից անդունդը, սակայն վարպետը ողջ է մնացել ըստ լեգենդի, նրա մեջքին թևեր են լուսնել, աճել ու նա կարողացել է կենդանի մնալ։ Մեկ այլ վարկածով էլ վանքը կոչվում է Սուրբ Եվտաթեոսի անվամբ, նա աշակերտում էր Փրկչի խաչելիությունից հետո Հայաստանում քրիստոնեություն քարոզող Սուրբ Թադևոս առաքյալին։ Ըստ ավանդազրույցի հենց այս վայրերում է Եվտաթեոսն իր մահկանացուն կնքում տանջանքներով ու հենց նրա գերեզմանի վրա տաճար է կառուցվում, որն էլ դառնում է Եվստաթեոսի Տաթևի մենաստանի հիմքը։ Տաթևանք շատ անգամ կոչվում է Ստաթևի ուխտ։ Տաթև բառը առաջացել է Քրիստոսի աշակերտներից մեկի Եվստաթիոս առաքյալի անունից, որտեղ ավանդության համաձայն, սա արդեն պատմական հիմք ունեցող ավանդության համաձայն, Եվստաթիոս առաքյալը այստեղ քրիստոնեություն է քարոզվել եւ իր անունով առաջին քրիստոնեական միաբանություն, վանական միաբանություններից է հիմնվել Տաթևի տարածքում թերևս։ Գլխավոր եկեղեցին հիմնադրվել է 906 թվականին, վանքը 5-ից 8-րդ դարերում եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, 9-րդ դարասկզբին արդեն Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստն էր, կառուցապատվել է աստիճանաբար հիմնականում 9-րդ դարի վերջին ու 10-րդի սկզբին, եպիսկոպոսությունն ունեցել է 47 սեփական գյուղ, 677 գյուղերից էլ ստացել է 10-որդը, տնտեսապես հզորանալով Տաթևի եպիսկոպոսությունը 940-ից 950 թվականներին փորձել է անկախանալ։ Տաթևի վանքը եղել է Սյունիքի սիրտը։ Միջնադարում այստեղ ապրել են 500-ից 1000 վանականներ, Սուրբ Գրիգոր Տաթևացու ժամանակներում։ Եվ բնականաբար Տաթևը ոչ միայն հոգևոր կրթական կենտրոն է եղել, նաև մեծ տնտեսություն ունեցող մի շինարարական հզոր կառույց։ Եվ բնականաբար այս մեծ տնտեսության համար անհրաժեշտ էին որոշակի պայմաններ, թե ապրելու, թե թշնամինից պաշտպանվելու, թե իրենց կենցաղային կարիքները հոգալու համար։
այս եւ ուրիշ նպատակներով կառուցում են գաղտնուղիներ։ Վարչապետի հետ զրուցելուց ու գաղտնուղիների մասին որոշակի տեղեկություն ստանալուց հետո պայմանավորվում ենք, որ կփորձենք գտնել վաղուց մոռացված թունելներն ու չստացվելու դեպքում միայն կդիմենք վանահորի օգնությանը։ Ըստ ճշտված տեղեկությունների պահպանվել է 3 գաղտնուղի։ Առաջին գաղտնուղին գտնելն այնքան էլ բարդ չէ, պետք է ներս մտնել սեղանատնից ու փնտրել գետնի վրա եղած անցքը։ Փորձենք սա անցնել։ Սա ամենափոքր հատվածն է, որ այստեղից ցանկացած մարդ կարող է մտնել, առանձնապես մեծ դժվարություն չի ներկայացնում իրենից։ Այս մեղրիկ թունելը շատ ժամանակ հազարավոր մարդկանց կյանք է փրկել, սա ամենափոքր գաղտնուղին է, ինչպես ասաց հայրս սուրբ, բայց որը իր կարևոր նշանակություն ունի։ Հենց այստեղ է դուրս գալիս այս փոքրիկ գաղտնուղին, ինչպես տեղացիներն են ասում ձորի բերան, ու այստեղ աստիճանա սանդուղքի նման ինչ-որ բան կա, որի օգնությամբ ճիշտ է մի փոքր էքստրեմալ է, բայց հնարավոր է հասնել մինչև գետապ ու բարձրանալ ավելի վեր, եթե տեղանքին ծանոթ չես ու չգիտես, այսինքն եթե թշնամին ծանոթ չի ու չգիտի, եթե անգամ գտնի այս գաղտնուղին, նրա համար լուրջ դժվարություններ են սպասում, որովհետև հաղթահարել նման ժայռերը այնքան էլ դյուրին գործ չէ, բայց ոչ մեզ համար։ Այս գաղտնուղու տեղն այժմ հայտնի է բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ անգամ եղել են Տաթևում։ Հենց այս գաղտնուղու միջոցով էլ վանականներն ու տեղացիները հասել են գետապ։ Մենք սեփական փորձով կկրկնենք նրանց ուղին ու կհասնենք գետ։ Հենց այս ուղիով են անցել բոլոր նրանք, ովքեր ցանկացել են արագ հասնել գետապ։ Բազմաթիվ են աղբյուրներն ու փոքրիկ ջրվեժները, որոնք կենսական նշանակություն են ունեցել վանական համալիրի համար։ Գրեթե բոլոր թունելները վարկածներից մեկի համաձայն դուրս է գալիս Տաթևի անապատ կոչվող տարածքում, մյուս վարկածի համաձայն դուրս է գալիս Սատանի կամրջի մոտ։
Վանական համալիրը կռվախնձոր է եղել եւ յուրայինների եւ թշնամիների համար։ Հակոբ եպիսկոպոսը փորձում էր Տաթևը դարձնել անկախ միավոր։ Նրա գործողություններին ի պատասխան հայոց կաթողիկոս Անանիա առաջին Մոկացին բանադրում է նրան, այսինքն կասեցնում է եպիսկոպոսի գործունեությունն ու լիազորությունները։ Նոր ընտրված Վահան եպիսկոպոսը կարողացավ վերականգնել Տաթևի իրավունքները եւ կալվածքները։ Նա հետագայում դարձավ հայոց կաթողիկոս Վահան առաջին Սյունեցին։ Տաթևն ավերվել է մի քանի անգամ։ Հարևան ամերությունների զորքերը 1044-ին հողին հավասարեցրեցին Գրիգոր Լուսավորիչի եկեղեցին, գործատներն ու կից կառույցները, սակայն շատ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ նորոգվեց ու 1087-ին համալիրի հարավ-արևմտյան կողմում կառուցվեց Սուրբ Աստվածածին երկհարկ դամբարային եկեղեցին։ Ըստ ավանդազրույցների ու որոշ պատմական փաստերի տեղացիներն ու վանականները հենց գաղտնի թունելների միջոցով էին թաքնվում հրոսակներից ու տեղափոխում եկեղեցական գանձերը։ Շարունակում ենք փնտրել երկու գաղտնուղիները։ Ոչ մի կերպ չի ստացվում գտնել թունելների ելքերը, իսկ առանց դրանք գտնելու վանքի տարածքում անիմաստ ու անհնար է փնտրել դրանց սկիզբը։ Չենք հուսահատվում ու գնում ենք անասելի բարդ ու ռիսկային քայլի։ Այն, ինչ կտեսնեք, արգելվում է անել առանց հատուկ պատրաստվածության ու փրկարարների օգնության։ Կհաջողվի արդյոք հասնել ժայռի կատարին ու հայտնաբերել գաղտնուղիները, որտեղ է գտնվում գրեթե աննկատ անցքը։ Ճիշտն է, չես պատկերացնում։ Ովքեր են փորել ու դեպի ուր է տանում անանցանելի թունելը։ Տաթևի գաղտնիքները։ Սեփական փորձով մենք փնտրում ենք Տաթև վանական համալիրի գաղտնի թունելները։ Առաջին անհաջող փորձից հետո դիմում ենք ռիսկային քայլի, բարձրանում ենք վանքի դիմաց գտնվող հսկայական ժայռի վրա, որի կատարին ընդամենը 2 ոտնատեղ է, բայց միայն այդտեղից է հնարավոր մանրամասն ուսումնասիրել հսկայական տարածքն ու հայտնաբերել գաղտնուղիների ելքերը։ Անում ենք առավելագույնը, սակայն կրկին ապարդյուն, չկա ոչ խորշ, ոչ քարանձավ, ոչ էլ կածան, որը կհուշեր հնարավոր գաղտնուղու մասին։ Ամբողջ օրը թափառում ենք լեռներով ու որոշում առավոտյան դիմել վանահոր օգնությանը։ Վաղ առավոտյան վանահորը հանդիպում ենք գավազանի դիմաց։ Ճոճվող հուշասյունը կառուցվել է 10-րդ դարասկզբին։ Կառուցման օրից չի ընկել, չեն կարողացել կոտրել ու անխաթար է մնացել բազմաթիվ երկրաշարժերից հետո։ Քարակոթողը ճարտարապետական նվիրում է Սուրբ Երրորդությանը, ութանկյուն սյունը ճոճվում է, ինչի պատճառով էլ այն անվանում են ճոճվող կոթող կամ կենդանի գավազան։ Վարդապետը համաձայնում է օգնել ու երկար բանակցությունից հետո վերջապես ցույց է տալիս անհայտ երկրորդ գաղտնուղու գտնվելու վայրը։ Այն փորված է ժայռի պռնկին ու կիսավեր շինության մեջ։ Վանահայրը զգուշացնում է, վտանգավոր է այնտեղ գնալ, շատ վաղուց այդտեղ մարդ չի մտել։ Մենք կհամոզվենք սեփական փորձով։ Հենց այս գրեթե աննկատ անցքով պետք է սողոսկել թունել։ Տասնամյակներով այստեղ մարդու ոտք չի դիպչել ու ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է լինել ներսում։ Ճիշտն է, չես պատկերացնում։
Մտածում եմ, որ 15 տարիներով այստեղով ոք չի անցել։ Պետք է շատ զգուշ լինել, որովհետև ամեն րոպե փլուզման վտանգ կա այստեղ։ Հենց է գաղտնիներից ամենայն հավանականությամբ պահպանվածների մեջ ամենաերկարը, որը պետք է որ դուրս բերի այլ տեղ։ Երկար ու նեղլիկ գաղտնուղով անցնելուց հետո պարզ է դառնում, որ այն փակված է ու պատճառն էլ հենց դա էր, որ հակառակ կողմից մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել ելքը։ Այս ամենը նորոգման կարիք ունի, հակառակ դեպքում կարող է փլուզվել։ Ու նորից փակուղի։ Սա գաղտնուղու այն փոքրիկ հատվածն է, որը դեռևս պահպանվել է, դեռևս մնացել է, սա ամենաերկարն է, այստեղ ընդհանրապես նկարահանումներ չեն արել, առաջին անգամ ենք փորձում անել։ Սա է եղել այն գաղտնուղին, որի միջոցով հարձակումների ժամանակ պատասխանելու համար մարդիկ մտել են, փորձել են թաքնվել կամ անցնել դեպի գետի կողմ։ Փոքրիկ դիտանցք է այժմ այստեղ մնացել ու բնականաբար այստեղով դուրս գալ այլևս չենք կարող։ Սա պահպանված երկրորդ գաղտնուղին է, որի մասին գրեթե ոչ ոք չգիտի, ու բացի այդ, այստեղ ռիսկային է երկար մնալը։ Մեկ ժամ հետո կարողանում են դուրս գալ երկրորդ գաղտնուղուց, սակայն վանահայրն ասում է, որ կա նաև երրորդն ու ամենատպավորիչը։ Որ թվականին է վերջին անգամ ավերվել վանական համալիրը եւ ով է այն հիմնովին նորոգել։ Ու վերջապես, որտեղ է գտնվում երրորդ գաղտնուղին, ինչ վիճակում է եւ ինչ պետք է անել նեղ ու երկար թունելում հայտնվելու համար։ Տաթևի գաղտնիքները։ Երրորդ գաղտնուղու ճանապարհին վանահայրը պատմում է վանքի կենսագրության ամենավայրագ ու արյունարի իրադարձությունների մասին։ 12-րդ դարում սելջուկ թուրքերի արշավանքների եւ 1136 թվականի երկրաշարժի հետևանքով Տաթևի վանքը վերածնվել է։ 1170 թվականին Բաղաբերդը գրաված սելջուկ թուրքերը կողոպտել էին եպիսկոպոսորանի գանձերը, այրել 10,000-ից ավելի ձեռագիր, սակայն 12-րդ դարի վերջին Ստեփանոս եպիսկոպոսի ջանքերով վանքը կրկին վեր է խոյացել։ Մոնղոլական տիրապետության ժամանակ Տաթևը ձեռք է բերել ապահարկության իրավունք ու օրբելյանների աջակցությամբ վերականգնել է տնտեսական հզորությունը։ 1286-ին օրբելյանները եպիսկոպոսության ղեկավարությունը վերցրել են իրենց ձեռքն ու հենց նրանց ջանքերով նահանգի տարանջատված թեմերը կրկին միավորվել են Տաթևի գերեշխանության ներքո։ 14-րդ դարում մանրանկարչության դպրոց, մատենադարան ու համալսարան ունեցող Տաթևը հայկական մշակութային խոշորագույն կենտրոն էր ավաղ ոչ երկար ժամանակ։ Լենգ Թեմուրի արշավանքի ժամանակ վանքը կողոպտել են ու հրկիզել, սա էլ վերջինը չէր։ Թեմուրյան գահակալ Շահռուխը կրկին կողոպտում, վառում ու ավերում է վանական համալիրը։ Եպիսկոպոսը միաբանների հետ տեղափոխվում է Լոռի ու հաստատվում Սանահինի վանքում։ 18-րդ դարում վանքը գրեթե ամբողջությամբ նորոգվում է, սակայն այս անգամ պարսից աղա Մահմեդ խանի զորքերն են կործանում քաղաքակրթական կղզյակը։ Բոլոր ասպատակությունների ժամանակ կենսական նշանակություն ունեցող գաղտնուղիներն էին տեղացիներին պաշտպանում թշնամուց։ Դեռևս բաց ու վերջին երրորդ գաղտնուղու գտնվելու վայրը գրեթե ոչ ոք չգիտի ու մեծ ցանկության դեպքում անգամ գրեթե անհնար է նույնիսկ նկատել այն։ Ամեն մարդ չէ, որին թույլ է տրվում է բարձրանալ խորան կամ նկարահանումներ անգամ կատարել, ճիշտ եմ ասում, հայ Սուրբ։ Այո։
Անհավանական է։ Երրորդ գաղտնուղին գտնվում է խորանի վրա ու խաչի ետևում։ Խորան բարձրանալ չի կարելի, առավել ևս ոչ եկեղեցական հագուստով։ Պետք է ապաշխարել, աղոթել ու գիտակցել քայլի լրջությունը, դպիրի շապիկ ու հողաթափեր պետք է հագնել, որից հետո միայն հնարավոր կլինի բարձրանալ խորան։ Խորանը խորհրդանշում է երկինքը։ Հեշտակած բնական եկեղեցու մեջ խորան ամենասուրբ վայրն է, եւ այնտեղ բարձրանում են պատարակի ժամանակ, խորհուրդների խորհուրդ է կոչվում պատարակը, սրբազան արարողություն, որի ժամանակ Քրիստոս է իջնում սեր սեղանին բազմում, հեշտակներն է սպասարկում, այսինքն յուրաքանչյուր անձ պետք է քնի իր միտքը, իր հոգին, պատրաստ է Աստծո խորան բարձրանալու, մեղքերից հրաժարված է, բարին է գործում, որպեսզի այդ օրհնությունը իր համար պատժի չվերածվի։ Ուրեմն ճիշտ այս մտածումով, այս խորհուրդով, մեղա Աստծո ասելով, Քրիստոսից ներողություն խնդրելով մեր կյանքում գործված մեղքերի համար, միայն այսպես պետք է բարձրանալ խորան։ Մեղա Աստծո։ Սրանք բացառիկ կադրեր են, որոնք երբեք չեն ցուցադրվել ու ոչ մի լրագրող մուտք չի գործել այս գաղտնուղին։ Մենք կարող ենք իջնել հայսը։ Այս հատվածն է, որտեղ ոչ մի անգամ ամենայն հավանականությամբ նկարահանում չի կատարվել, նոր կարիք, բայց շատ ծույլ։ Հասկանալի է դառնում, թե ինչու դրսի կողմից մեզ չհաջողվեց գտնել գաղտնուղու ելքը։ Այն պարզապես չկա։ 1939 թվականի երկրաշարժից հետո այս գաղտնուղին գրեթե ամբողջությամբ փլուզվել էր, սակայն տեղացիները ավանդույթի համաձայն շարունակում էին օգտվել խարխուլ թունելից, ու քիչ չէին դեպքերը, որ մթության մեջ մոլորվում էին ու նույնիսկ մահանում։ Հենց դա էր պատճառը, որ անցյալ դարի 80-ականներին շինարարները մեկընդմիշտ փակեցին գաղտնուղին։ Այժմ պահպանվել է մի շատ փոքր հատված ու նույնիսկ այդ փոքր հատվածը գրեթե անհնար է հաղթահարել։ Գաղտնուղից վերածվել է փակուղու, այսինքն սա վերջնակետն է։ Այստեղից ընկում այլևս ոչ ոք չի կարող տեղաշարժվել առաջ։ Հենց սա էր այն գաղտնուղին, որի շնորհիվ հնարավոր է եղել հասնել Տաթևի անապատ։ Այժմ փակուղու վերածված գաղտնուղին վաղուց զմռցված է ու հեռու օտարաչքից։ Մենք սեփական փորձով հայտնաբերեցինք ու առաջին անգամ ցուցադրեցինք այն, ինչը երբեք չէր նկարահանվել, որտեղ որևէ լրագրող չէր թափանցել։ Մութ թունելներ, որոնք մեր լուսավոր պատմության մի մասն են ու մեր փրկչական հավատի առեղծվածային ուղիները։